Ողջ համացանցը ողողված է խոշտանգումների ենթարկված հայ ռազմագերիների լուսանկարներով Ռուբեն Վարդանյան, Բակո Սահակյան եւ մյուսները, գիտենք ինչ վիճակում են այնտեղ։ Հայաստան իշխանությունները ասում են մենք առաջնորդվում ենք մի վնասի սկզբունքով, այս ամենի մասին չենք բարձրաձայնում, որ չվնասենք։ Այսինքն ինչի մասին չեն բարձրաձայնում, որ խոշտանգումներ կան։ Ես ճիշտ ասած անկեղծ ասեմ զարմանում եմ մի քիչ նույնիսկ այդ հարցի վրա, որովհետև այս ամբողջ ժամանակ ինձ թվում է այլևս չկա մի մարդ, որի մոտ կասկած կլինի, որ իշխանությունը որպես այդպիսին հայկական, ազգային կամ պետական շահի հետ ինչ-որ մի կապ ունի։ Այդ մարդիկ կապ չունեն ընդհանրապես։ Ինչ է ուրիշ մեզ պետք, որ այդ մարդիկ դա ապացուցեն, էլ ոնց ասեն։ Նրանք բոլոր հնարավոր ձևերով ասեն, մենք որևիցե կապ չունենք պետականության հետ։ Մենք մեր ճակատագիրը եւ մեր ապագան հանձնել ենք այլոց կառավարման։ Մենք այստեղ ընդհանրապես կառավարիչ ենք, որպես այդպեսին, կառավարիչ, ոչ թե ղեկավար, այլ կառավարիչ։ Ղեկավարները այլ տեղեր են։ Այս մարդիկ իրենց վարքով են դա ասում եւ ասում են մեզ հետ ընդհանրապես հույս մի կապեք ոչ մի առումով, այսինքն դրանից հետո մենք ակնկալենք, որ նրանք պետք է օրինակ սպասարկեն պետական շահ, ազգային շահ, ռազմագերիների հարցով զբաղվեն, չգիտեմ, դիվանագիտական ճնշումները անեն միջազգային ատյաններում հարցը բարձրացնեն։ Սա ուղղակի անմտություն։ Մեր իրավիճակը այլ է եւ ակնկալել այլ բան, քան իրականությունն է, դա արդեն միամտություն կլինի։ Պարոն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ մի հոդված հրապարակեց ճանապարհների, երթուղիների վերաբերյալ, ասում են, որ Հայաստանի ճանապարհները կարող են այլևս բացվել Ադրբեջանի համար, կարող են նրանք շարժվել Կորնիձորով դեպի Մարգարա անցագետ, այնուհետև Թուրքիա, ասում է, եթե ադրբեջանցի վարորդները հոգեբանական խնդիր կունենան, կարող են թուրք վարորդները նրանց այսպես փոխարինել։ Դե տեսեք, դուք նոր ձեր մեջ բերվում հաստատեցիք իմ նախորդ ասածը, որ Նիկոլ Փաշինյանը շատ կարող է մտահոգվել նույնիսկ ադրբեջանցի վարորդների հոգեբանական իրավիճակով եւ նույնիսկ դրա համար լուծումներ առաջարկել, բայց ոչ մեր շահով կամ, չգիտեմ, պետական կամ ազգային շահով, ինչպես որ ես ասացի։ Իսկ ինչ վերաբերում է ճանապարհներ բացելուն եւ այլն, այդ ճանապարհները որպես այդպեսի Նիկոլ Փաշինյանի օրոք երբեք փակ չեն եղել։ Դա միշտ էլ եղել են բաց այդ ճանապարհները։ Ուղղակի կամաց փուլ առ փուլ գնում են դրա կիրարկմանը։ Իսկ դուք ինչ վտանգներ եք այս դեպքում տեսնում։ Թեև ասում են, որ վերահսկվելու է բեռնատարները, երբ որ անցնեն, բայց վտանգներ դուք այստեղ չեք տեսնում։ Դա ամբողջը վտանգ է։ Որևիցե մեկը չի կարող ասել, իրենք կարող են վերահսկել։ Ինչն են վերահսկում։ Նույնիսկ Ալեն Սիմոնյանը վերջերս ասել էր, որ նույնիսկ կարող են նրանց անցուդարձը չխոչընդոտենք եւ վերջում այնինչ գումար պետք է տային Հայաստանին անցնելու համար, դրանք տարեվերջում կարող են ուղղակի գանձվել, այսինքն մաքսիմալ միջամտություն չի լինելու։ Դուք ո՞նց եք պատկերացնում այս իշխանությունը, որը բոլոր ամեն առումով ուղղակի խոնարհված է Ադրբեջանի առաջ, ինքը կարող է ինչ-որ մի ադրբեջանցի վարորդի օրինակ ստուգի, ո՞նց եք պատկերացնում։ Երկրորդը ես դա մի քիչ ավելի կենցաղային մակարդակով եմ ասում, իսկ ավելի լուրջ առում, պատկերացրեք, սրանից հետո, եթե հանկարծ ասված մի արասե, այսպիսի տրամաբանության բացվեց ճանապարհները, ցանկացած բայի կարող է լինել, որ դեք ինչ, մեր ադրբեջանցիներ ասեն, մեր վարորդները, մեր քաղաքացիները, ովքեր օգտվում են իրենց իրավունքներից, դուք իրենց անվտանգությունը չեք կարողանում երաշխավորել։ Հետևաբար մենք պետք է մեր ուժայիններով կարողանանք իրենց անվտանգությունը երաշխավորենք եւ լեգիտիմ հիմք է դառնալու, որ իրենց ուժայինները այստեղ եւ գործողություն անեն եւ նաեւ ներկայություն ապահովեն։ Եւ սա ես ոչ թե կոնսպիրատիվ տեսություն եմ ասում, սա եղել է պատմության ողջ ընթացքում, այդ թվում նաեւ երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում է եղել Գերմանիան նույն տրամաբանությամբ վարվել։ Բայց ինքը սա ոչ թե ինչ վտանգներ կա, սա ամբողջությամբ ազգային անվտանգության սպառնալիք է։